Ալեք Սահակյանն է, Պետերբուրգի միջազգային մրցույթի հատուկ մրցանակակիր և երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի շահառու։ Նրա բազմաթիվ հաջողությունների հիմքում ոչ միայն տաղանդն ու շատ աշխատասիրությունն է ընկած, այլ նաև հիմնադրամի աջակցությունը աշխարհահռչակ երաժիշտների հետ մաստեր կլասների, լեզուների իմացության դասընթացների միջոցով։ Առաջիկայում Ալեքը և երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի շահառու բազմաթիվ տաղանդաշատ երեխաներ էլ ավելի լայն հնարավորություն կունենան։ Ռենշին ընկերությունը և երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը համագործակցության հուշագիր ստորագրեցին։ Մեզ համար որպես ներդրումային ընկերություն սա պարզապես ներդրում չէ։ Սա մեր սոցիալական պատասխանատվությունն է, սա մեր ներդրումն է կայուն սերնդի զարգացման, շարունակական աճի և լուսավոր ապագայի մեջ։ Այս նախաձեռնությունը Ռենշինի սոցիալական պատասխանատվության ռազմավարության կարևոր բաղադրիչն է, որի նպատակն է աջակցել կրթության ծրագրերին, երիտասարդների կարողությունների զարգացմանը և միջազգային ճանաչման հնարավորություններին։ Անի Մավյանի խոսքով սա ներդրում է ոչ միայն տաղանդների, այլև Հայաստանի մշակութային ժառանգության շարունակականության մեջ և Հայաստանի երաժշտական ապագայի կառուցման նոր փուլ։ Առաջիկա տարվա ընթացքում ընկերությունը 100 միլիոն դրամ ներդրում կանի այս համագործակցության միջոցով միավորելով կրթությունը և արվեստը, ապագա հայ վիրտուոզներ պատրաստելու և նրանց տալ համաշխարհային բեմեր հասնելու հնարավորության նպատակով։ Հիմնադրամին տաղանդներին աջակցելը դա գաղափարակից լինել է և շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար, որովհետև տաղանդի կայացման ճանապարհին հնարավորությունները դա այն գիտելիքի սահմանն է, ինչը որ ես պատկերացնում եմ որպես երաժիշտ, որ երեխաներին անհրաժեշտ է, եւ եթե կան մարդիկ, որոնք որ այսօր դժվար ժամանակահատվածում ամեն ինչ շատ հեշտ չէ կյանքում, բայց կան մարդիկ, որոնք որ պատկերացնում են, որ այո, դասական երաժշտությունը պետք է լինի հաջողակ եւ տաղանդները, որոնք որ ապրում են մեր կողքին, պետք է ստանան նոր գիտելիք եւ դա պետք է լինի ավելի հայտնի, ավելի շատ մարդու մասին իմանան եւ ավելի շատ երեխաներ ունենան հնարավորություն լինեն հիմնադրամի կազմում, դա մեծ ձեռքբերում է եւ այսօրվա հուշագիրը թույլ է տալիս մեզ հիմնադրամին, որ մենք ընդլայնենք երեխաների քանակը մեր հիմնադրամում, որը որ իմ եւ իմ գործընկերների հիմնական առաքելությունն է, նաեւ արդեն կարելի ասել կյանքի առաքելություն։ 5 տարվա ընթացքում հիմնադրամի կրթական ծրագրում ընդգրկված են եղել 78 տաղանդավոր երեխաներ, նրանք ստացել են կրթաթոշակներ, մասնակցել տարբեր միջազգային մրցույթների ու հանդիպել այնպիսի երաժիշտների, որոնք մեծ հետք են թողել նրանց մասնագիտական հաջողությունների մեջ և Հայաստանը միջազգային հարթակներում պատվով ներկայացնելու հնարավորություն տվել։ Ալեքի աշխարհահռչակ ֆլեյտիստ դառնալու ճանապարհը մի մեծ քայլով մոտեցել է Ռենշին ընկերության ներդրման շնորհիվ։